Մեծ պահքի 5-րդ կիրակին անիրավ դատավորի անուն է ստացել Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում հիշատակված անիրավ դատավորի եւ այրի կնոջ առակից, որ Հիսուս պատմեց մարդկանց։ Առակն այն մասին է, թե ինչպես անիրավության զոհ դարձած այրի կինը գիշեր ու զօր անձանձրույթ աղոթքով հասավ իր արդար դատին։ Ի վերջո դատավորը գլուխն ազատելու համար հանձն առավ լսել նրա խնդիրը, ասելով, թե Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով չանհանգստացնի ինձ։ Հիսուս ասում է. լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը, իսկ Աստված արդարություն չի անի այն ծառաներին, որոնք գիշեր ու զօր աղաղակում են։ Այս կիրակին գալիս է եւս մեկ անգամ մեզ հորդորելու, որ մենք անդրադարձ ունենանք թե մեր կյանքի վրա, մեր ապրելակերպի վրա, այնպես էլ մեր աղոթքի վրա, որովհետև շատ ժամանակ մենք մեր աղոթները ուղղում ենք Աստծուն միայն խնդրելու համար, պահանջելու համար, սակայն աղոթքը առաջին հերթին մենք պետք է օգնենք մեր Տիրոջը Աստծուն փառաբանելու համար եւ այդ աղոթքի մեջ այս շրջանին հատկապես պետք է խնդրենք, որ Աստված մեզ ուժ տա, կարողություն տա, որպեսզի մենք էլ անառակ որդու օրինակով կարողանանք ճանաչել մեր սխալները, իրապես զղջալ այդ սխալների համար եւ նույն անառակ որդու նման հետ վերադառնանք մեր երկնավոր Հոր գիրկը, ով միշտ սպասում է իր զավակների վերադարձին։ Մարդիկ տարբեր խնդրանքներով դիմում են Աստծուն եւ հաճախ, երբ ակնկալածը չեն ստանում, դադարում են աղոթել, մտածելով, որ Աստված չի լսում իրենց, սակայն հոգեվոր հայրերը հիշեցնում են, որ աղոթքը մոգական բառերի շարք չէ, այլ հանապազ խոստովանությամբ եւ փառաբանությամբ անցնող ճանապարհ։ Աղոթքը մեր կյանքին էությունը պետք է ըլլա։ Մենք անընդհատ պետք է աղոթենք եւ այսօրվա ավետարանական այս արագը մեզի չի փոխանցել միան, որ մենք առավել պետք է աղոթենք, այլ մեզի կսորվեցնե, որ մենք առավել հավատքով, առավել հավատարիմ պետք է աղոթենք։ Եվ աղոթքի փորձառությունը պիտի ունենանք։ Քրիստոս այս արագը պատմերեն յետ կսե. իսկ Աստված որքան պիտի համբերե իր ընդրյալներուն անիրավության, անոնց թադը պիտի չի պաշտպանե, որոնք քիշեր ցերեկ իրեն գտիմեն։ Այդ ընդրյալները մենք ենք սիրելիներ։ Եթե մենք մեզի դված ենք աղոթքին, մենք ենք այդ ընդրյալները։ Ուրեմն Աստված ամեն անգամ, ամեն օր գլսե մեր աղոթքը։ Եվ հետևաբար Աստուծո անմիջական պաշտպանությունը գուցե ուշանա, բայց երբեք չի գործվիր։ Անպայման կհասնի։ Ուրեմն աղոթի եւ աղոթական այս մեր պատրաստության մեջ մենք պետք է թասեր ունենանք սորվելու։ Անոնց մեր առաջինը սիրելիներ խոնարհությունն ու վստահությունն է։ Այրի կնոջ եւ դատավորի մասին առակում հիշեցվում է նաեւ Տիրոջ երկրորդ գալստյան մասին։ Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատք կգտնի։ Մեր ողջ կյանքը պատրաստություն է Քրիստոսի երկրորդ գալստյան։ Մեր եկեղեցին հիշեցնում է, երբ մենք քայլում ենք դեպի Աստված, երբ աղոթում ենք, գալիս ենք եկեղեցի, բարեգործություն ենք անում, ամեն անգամ հանդիպում ենք Տիրոջը, եւ նա է մեզ օգնում չընկրկել, ձեռնարկած գործը ավարտին հասցնել եւ աղոթքի մեջ հաստատուն լինել։ Հաջորդ կիրակի մարտի 22-ին Գալստյան կիրակին է, հոգևորականները կմեկնեն Քրիստոսի երկրորդ գալստյանը վերաբերող ավետարանական հատվածները։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։